Վերջերս մի տաքսիստ լուրջ դեմքով եւ համոզվածությամբ ինձ պատմում էր, որ Վենսը իսկապես 5 միլիարդ ինքնաթիռով բերել էր եւ ուղղությունով ուրեմն հայաստանյան պետական համակարգը գնել էր եւ հիմա ինչ ասեն իրանք այդպես էլ պետք է անեն։ Մարդը ասում է Евроньюз ես նայեցի, Евроньюզում գրված էր դա, Евроньюզի լոգոն էր, Евроньюզի լրագրողն էր, ինքն էր խոսում։ Ես դա տեսել եմ իմ աչքերով, ոնց կարող է դա կեղծ լինել։ Կրկին Евроньюզի անունից, կրկին X-ի հարթակում, բայց այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է, երևակայական անշարժ գույքի սեփականատերը։ Պարզվում է, այս մի գույքն էլ Իտալիայում է, ու մինչ այդ 5 տարի Փաշինյանին է պատկանել։ Վերջին 10 օրվա հորինված տեսանյութերի նոր խմբաքանակ, էլի հեղինակավոր մեդիաների լոգոտիպի անվան տակ։ Մասնագետները գտնում են, որ Հայաստանը այսօր մտնում է ամենից շատ թիրախավորված պետությունների ցանկում նման արշավների կողմից։ Դա պարզել է բուլղարական հետազոտական կենտրոնը 2025-ի արդյունքներով։ Ընդհանրապես այս բոլոր արշավների հիմնական մեխը սոցիալական ցանցերի օգտագործումն է։ Քաղաքագետի դիտարկմամբ սոցհարթակներում տարածվող տեսանյութերը կտարածեին նաև որոշ մեդիաներ, եթե այդ տեսանյութերում տեղ գտած սուտը այդքան ցցուն չլիներ։ Օրինակ Евроньюզի անունից տարածվող տեսանյութերից մեկն ասում է, թե իբր Նազելի Բաղդասարյանը Հայաստանի լրագրողներին խորհուրդ է տվել Փաշինյանին անձնական կյանքից հարցեր չտալ, այլ միայն մասնագիտական գործունեությունից։ Եթե որևէ լրագրողի, այն էլ այս օրերին նման բան ասեր վարչապետի մամուլի քարտուղարը, կպատկերացնեք, քանի ռեպորտաժ ու հոդված պատրաստած կլինեին, Վարդանյանի շեշտադրումն է։ Ու չնայած հայկական լրահոսը ձևավորող մեդիաները չեն տարածում այդպիսի տեսանյութերը, բայց լուրը հայկական նյուզֆիդից դուրս չի մնում։ Բանրանումն է, որ այդ ապատեղեկատվությունը նաև հայաստանյան օգտատերերն են իրենց էջերում տարածում եւ այստեղ իհարկե երևում է կոորդինացված գործողություններ։ Հղում կատարելը օրինակ պոլիտիկոին։ Հասկանալի է, որ առաջին հայացքից պետք է դա վստահություն ներշնչի, որովհետև շատ հայտնի լրատվամիջոց է արևմտյան, բայց որպեսզի մարդը խաբված չլինի, մոլորության մեջ չընկնի, ինքը այնուամենայնիվ պետք է ստուգի արդյոք իսկապես պոլիտիկոն այդպիսի բան հրապարակել է, թե չի հրապարակել։ Օրինակ օրերս Պոլիտիկոյի անվան տակ պատմում են, թե հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կրիպտոդրամապանակի սեփականատերն է Դուբայում անհետացել։ Սեփականատերը պարզվում է Հակոբ Մուրադյանն է, նա կապի մեջ չի եղել այն պահից, երբ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Դուբային եւ նրա ընտանիքը փորձում է գտնել նրան։ Եվ իբր անհայտ ծագման զեկույցի համաձայն Մուրադյանն օգտվել է իրավիճակից փախուստի դիմել իր հետ տանելով Փաշինյանի միլիոնները։ Եվ չնայած այն փաստին, որ Նազելի Բաղդասարյանը հրապարակավ կրկին հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը անշարժ գույք չունի որևէ արտասահմանյան երկրում, այս տեսանյութերում պնդում են, թե Բաղդասարյանը ասել է Փաշինյանը խելացի մարդ է, որը ներդրումներ է կատարում բացառապես հուսալի ակտիվներում, մասնավորապես անշարժ գույքում։ Շատ հաճախ նաև հայտնաբերել են, որ աղբյուր, որը տարածում է կոնկրետ այդ նյութը, մեկ էլ 2-3 օրից հետո անհայտանում է ուղղակի, ակտիվ չէ արդեն այդ օգտատերը, հա, կամ այդ էջը, որը որ տարածել է։ Ու դա է պատճառը, որ եթե անգամ նույն Евроньюզը կամ Պոլիտիկոն փորձեն պատասխանատվության ենթարկել իրենց անունը օգտագործելու համար, հետքերը գտնել չեն կարողանա։ Մի քանի արշավներ կան, մի քանի ապատեղեկատվական ցանցեր կան, մեկը մյուսից հետո են արվում, երբեմն զուգահեռ են արվում, դրանք նաև փոխկապակցված են եւ բազմաթիվ անգամ տարբեր երկրների փորձով, նաև Հայաստանի փորձով ապացուցվել է, որ այդ բոլոր դերակատարները կապ ունեն ռուսական էլիտայի այս կամ այն շրջանակների հետ։ Արշավներ, որոնք ունեն անվանումներ ու ամեն մեկն իր հստակ անելիքը։ Պրիգոժինի ստեղծված թրոլների ֆաբրիկան է շատ ակտիվ այս առումով, Matryoshka ցանց, ռուսական այդ ցանցը, Storm 15-16 կոչվող շատ լայնածավալ ապատեղեկատվական արշավը, կա Doppelganger կոչվող ուրեմն այդ տեխնոլոգիան, դրանք մեկը մյուսից փոքր ինչ այսպես տարբերվում են, օրինակի համար արշավներից մեկը ավելի շատ աշխատում է Facebook-ի վրա, մյուսը աշխատում է հենց X-ի վրա։
Այն, որ այս տեսանյութերի հետքը տանում է դեպի Մոսկվա, նաև տեսանյութերի բովանդակությունն է ջրի երես հանում, նշում են փորձագետները։ X-ի հարթակում Արիքս Հաֆերի անունով օգտատիրոջ տարածած տեսանյութերից մեկն օրինակ ասում է, որ խորհրդարանի ընտրությանը Նիկոլ Փաշինյանի հաղթանակը Հայաստանը կտանի Ռուսաստանի հետ պատերազմական վիճակի, եւ իբր իր հաղթանակից հետո 3 ամսվա ընթացքում Փաշինյանն ամբողջությամբ կոչնչացնի ընդդիմությանը եւ Հայաստանում կբացի ՆԱՏՕ-ի բազա։ Սա անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի հետ ռազմական բախման։ Եվ իբր պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի հետազոտող Սամուել Շաֆիրոն անունով մեկը ասում է, որ Հայաստանի քաղաքացիները քվեարկության միջոցով իշխանություն փոխելու որևէ հնարավորություն չունեն, ուստի պետք է դիմեն կտրուկ քայլերի առաջարկելով ֆիզիկապես հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Փորձագետները շեշտում են, ապատեղեկության ստեղծման ու տարածման այս մեթոդներն իրենց արդեն լավ ծանոթ են։ Կան որոշ առանձնահատկություններ։ Առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են ներքին խնդիրների կիրառմամբ, այսինքն Հայաստանում մի խնդիր կարող է լինել, Մոլդովայում մեկ ուրիշ, Լեհաստանում կամ Սլովակիայում ուրիշ, բայց որ մեթոդները նույնական են, դրանում ոչ մեկը չի կասկածում, քանի որ առհասարակ ապատեղեկատվությունը ունի իր բնորոշիչ հատկությունները, ճիշտը սուտի հետ խառնելը, մանիպուլատիվ մեկնաբանությունները եղած փաստերի։ Օրինակի տարբերություն Լեհաստանի կամ Մոլդովայի բնակիչների Հայաստանի բնակիչների համար ստեղծվող լուրերում ցանկալի է լինեն Ադրբեջան, Թուրքիա բառերը։ Իդեպ անցնող շաբաթ ակտիվացավ կրկին Կրեմլի քարոզիչ համարվող թուրք Օքայ Դեփրիմը։ Նա, ով վերջին 1 ամսում մոտ 1 տասնյակ հոդված է հորինել 50,000-անոցից Արարատի ու Գրիգոր Լուսավորչի նկարը հեռացնելուց մինչև LGBT համայնքի համար արտոնված շքերթ ապրիլի 7-ին։ Հայաստանում մզկիթներ կառուցելուց մինչև թուրքական ներդրում Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Այս վերջին հոդվածում էլ իր ձևակերպմամբ Զանգեզուրի տարանցիկ միջանցքի կառուցումն է Հայաստանը տալիս թուրքական շինարարական մենաշնորհին։ Հաջորդ քաղաքական սուտը աշխարհաքաղաքական անվտանգային նշանակության է, իբր ԱՄՆ-ն եւ Իսրայելը ցանկանում են Հայաստանին համոզել Իրանի դեմ գործողությունների ցամաքային ճանապարհով։ Քաղաքագետը շեշտում է, այդպիսի սցենարներ Հայաստանում էլ էին գեներացնում այս օրերին քաղաքական որոշ շրջանակներ։ Դրանց նպատակներից մեկն այն է, որ հասարակության թեկուզ եւ մի փոքր հատվածը դրան հավատա, ինքը ավելի ագրեսիվ վարկ դրսևորի հանրային կյանքում, ապակայունացնի քաղաքական իրավիճակը, ընդհանուր առմամբ մթնոլորտը, սոցիալական ցանցերը ողողվի այդպիսի կեղծ տեղեկատվությամբ։ Հիմնական լսարանը այդպիսի ապատեղեկատվության իհարկե առաջին հերթին այն ընտրազանգվածն է, որ պետք է այդ ապատեղեկատվության հեղինակների կարծիքով քվեարկի ընդդեմ իշխող ուժի։ Այստեղ երկու ուրեմն խնդիր եմ ես տեսնում, առաջին հերթին նրանք խնդիր են դնում պահպանել այդ ընտրազանգվածը, իրանց կողմ պահել, բնականաբար սա նաև այդ հիբրիդային ինֆորմացիոն ներազդեցությունը գեներացնող ռուսական աղբյուրներն են կազմակերպում այդ ամենը, եւ երկրորդը ներազդել դեռ չկողմնորոշված ընտրողների վրա։ Հայաստանի բնակիչների համար Հայաստանի իշխանության մասին Ռուսաստանում տպվող թերթ, որը բաժանում են Երևանում տարբեր մասերում, Wyoming Star անունով տպագիր թերթը Factor TV-ի լրագրողն է նկատել, հետաքննելու պարզել անհայտ խմբագիրներով եւ չգրանցված ԱԶ-ով թերթը, որի հասցեն նշված է գավառ եւ որն ունի ամերիկյան բրենդավորում, տպագրվում է Մոսկվայում։ Սա արդեն նաեւ օֆլայն բնակիչների համար է։ Հիմնական հոդվածներն էլ այն մասին են, որ Հայաստանի իշխանությունը կորցրել է սուբյեկտայնությունը, Հայաստանը ենթարկվում է ԱՄՆ ազդեցությանը, Ռուսաստանից հեռանալը աղետ է, վտանգված են հարաբերությունները Իրանի հետ, եկեղեցու վերաբերյալ թեմաներ կան թերթում, նաև Սամվել Կարապետյանին վերաբերող նյութեր։ Բավականին պարզունակ էր եւ հայ հասարակությանը արդեն ծանոթ սխեմա էր, երբ որ ռուսական արմատներ ունեցող ապատեղեկատվությունը այսպես տարածվում է եւ գալիս է հասում է Հայաստան։ Եթե լինի 1 լուր, 2 նման կեղծ լուր, ընդհանրապես որևէ ազդեցություն չի թողնի։ Բայց այդ արշավների արդյունավետությունը շատ առումներով պայմանավորված է նրանով, որ իրենք մասշտաբային են, որ իրենք պերմանենտ են, այո, անընդհատ իրականացվում են
եւ այսպես լցվում են մարդու վրա, հա, կարելի ասել, եւ շատ առումներով մարդը սկսում է արդեն որևէ բանի չհավատալ, օրինակ, հա։ Նաեւ այդ արշավները այդպիսի նպատակ ունեն, այսինքն անպայման չի, որ մարդը հավատա այդ կեղծ տեղեկատվությանը, նպատակներից մեկը նաեւ այն է, որ ինքը իրական տեղեկատվությանը նաեւ չհավատա, կասկածի ամեն ինչի վրա։ Fake Евроньյուզ, իրական Евроньյուզ այսօր անդրադարձել է իր ապրանքանիշով կեղծ լուրերի տարածմանը, նշել է ապատեղեկատվական արշավը, որը կապվում է ռուսամետ դերակատարների հետ, հեղինակավոր լրատվամիջոցների անվան տակ տարածում է կեղծ հաղորդումներ Մերձավոր Արևելքում պատերազմի մասին, շեշտել է կեղծ հաղորդման թիրախում նաև Հայաստանի վարչապետն է։ Իրական Евроньյուզը նաև մանրամասնել է Փաշինյանին իբր պատկանող Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող բնակարանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները համացանցում տարածվում են դեռևս 2021 թվականից, փոխանցվելով Մեդիապորտ Տելեգրամյան ալիքի եւ Ռուսաստանի հայերի թերթի կողմից։ Իրինամ Կրշյան, Աշոտ Խաչատրյան, Հակոբ Թումանյան, լուրեր։